Նախարար նախաձեռնել ներկայացնել իր ճակնկալիքներով իրությամբ եւ արդյոք կարծում եք որ ձեր ձայնը որոշիչ ազդեցություն կարող է։ Ես եկել եմ ուրախ ու բարձր տրամադրությամբ, որովհետեւ ապրում եմ այնպիսի երկրում, որտեղ հնարավոր է կազմակերպել ազատ ու արդար ընտրություն։ Սա ժողովրդավար պետության լավագույն ձեռքբերումն է, ինչի մասին մենք կարող ենք հպարտությամբ խոսել։ Ինչքանով է որոշիչ իմ ձայնը, շատ որոշիչ է, ինչպես որ յուրաքանչյուրի ձայնը, այսինքն մեր քաղաքացիները պետք է ունենան այն գիտակցումը, որ յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է եւ մենք շատ կարեւոր իրողություն ունենք, որ հենց քաղաքացու ձայնն է այսօր որոշիչ։ Ինչպիսի զգացողություններ են ձեր մեջ արթնանում եւ գալիս եք ձեր հարազատ դպրոցին նախին որ սովորել եք, հիմա այստեղ ընտրում եք արդեն որպես ակումբ։ Հրաշալի իրականում առիթ ունեցել եմ նաեւ վերջերս այցելելու իմ ուսուցիչներին եւ մի փոքրիկ բաց դաս անցկացնելու աշակերտների հետ շատ լավ հիշողություններ ունեմ եւ մանկությունից եւ պատանեկությունից եւ իմ դպրոցից եւ արդից օգտվելով նաեւ ուզում եմ բարևել իմ բոլոր դասատուներին, որոնց շատ սիրում եմ։ Ինչպես է գնահատում Հայաստանում անցկացվող ընտրական process-ների թափանցիկությունն ու արդարությունը։ Այսօր կարծում եմ կհամաձայնեք, որ ամեն ինչը 24 ժամյա հսկողության տակ է տեսախցիկների եւ ավելի թափանցիկ, ավելի բաց, ավելի ազատ ու արդար ընտրություններ կարծում դժվար է պատկերացնել։ Ամեն դեպքում դիտորդները իրենց տեղերում են, այցելուները իրենց տեղերում են, կարծում եմ, որ վերջնական հաշվետվություններն իրենք էլ կտան եւ կփաստեն, թե ինչպիսի ընտրություններ մեր երկրում անցկացվում։ Տիկին նախարար, իսկ որ ընտրությունից մեկ օր առաջ խուզարկություններ են, ձերբակալություններ են ընդդիմադիր շտաբներում,
Չեք համարում, որ դա խաթարում է ընտրության process-ը ու ձեր ասած այդ արդար ազնիվ ընտրությունների ընթացքը։ Իսկ ինչ կառաջարկեիք, որպեսզի հանցագործության հետքերով իրավապահ մարմինները չգնան, չբացահայտեն հանցագործությունները, որոնք կապված են ընտրությունների ազատ ու արդար լինելը խարխլող կաշառք տալու կամ ստանալու դեպքերի հետ։ Այսինքն եկեք հակառակի մասին խոսենք։ Իրականում ենթադրյալ հանցագործությունները, որոնք կապված են կաշառք տալու կամ ստանալու կամ ընտրակաշառքի միջնորդության հետ, հենց դրանք են խարխլում ազատ ու արդար ընտրությունների իրականացման հիմքերը եւ հնարավորությունները եւ իրավապահ մարմինները պետք է շատ զգոն լինեն, որպեսզի շատ արագ արձագանքեն նմանատիպ հնարավոր բոլոր դեպքերին, այդպիսով ապահովելով որ մենք ունենանք ազատ ու արդար ընտրություն։ Ուղղակի ընտրություններից մեկ օր առաջ Իսկ քանի օր առաջ, եթե օրինակ դուք լինեիք իրավապահ մարմնի ներկայացուցիչ եւ ստանայիք հաղորդում ընտրություններից մեկ օր առաջ ընտրակաշառք բաժանելու մասին, անգործ կնստեիք, ոչինչ չէիք անի։ բայց այդ մարդիկ նաև նախընտրական ցուցակներում են ու դուք փաստորեն իրանց զրկում եք հնարավորությունից։ Անգործ կնստեինք եւ ոչինչ չենք անի, միանշանակ ոչ։ Պետք է շատ կոշտ արձագանք լինի բոլոր այն դեպքերին, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը կամ ընտրական այս փուլում, ընտրական որևէ հանցագործություն կատարելուն, որովհետև պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների մասն է խոսքը, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասն է խոսքը եւ այդպիսի անձինք չպետք է ունենան հնարավորություն մասնակցելու ընտրություններին եւ սա միանշանակ է։ Պետք է նախարար ինչ մեխանիզմներ կան ապահովելու ընտրական գործընթացներում բոլոր քաղաքական ուժերի մասնակցության հավասարաբար։ Սահմանադրական հիմքերը կան իրականում կուսակցական բազմակարծությունը, քաղաքական բազմակարծությունը իրականում որպես սկզբունքներ ընդունված են մեր երկրում եւ բազմակուսակցական համակարգ է մեր երկրում գործում եւ այսօր տեսնում ենք, որ 18-19 կուսակցությունից 18-ը, եթե չեմ սխալվում, մասնակցում են ընտրություններին եւ բոլոր օրենսդրական հնարավորությունները կան մեր երկրում եւ պետական ֆինանսավորման տեսանկյունից եւ գովազդի հետ կապված իրավակարգավորումների տեսանկյունից, այսինքն իրական հնարավորությունները օրենսդրության տեսանկյունից եւ հաստատի արկա են եւ կարծում եմ, որ բոլորի դեպքում հավասարապես այդ հնարավորությունները ապահովել են։ Նաեւ տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիներն ունեն իրավունք մասնակցելու ընտրություններին, այդ գործընթացը ինչպես է ապահովում։ Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնել է շուրջ 1000 շահառուից 500-ը, մոտ 500-ը եւ այս ժամի դրությամբ այսօր այս պահին 12-ը մեկանց 5 է, արդեն 50% եւ ավել մասնակցություն ունենք։ Ինչպես է իրականացվել, մենք բոլորին ուղեկցում ենք համապատասխան տեղամասեր, որպեսզի անձի սահմանադրական իրավունքը ապահովի եւ անձը կարողանա իրացնել իր իրավունքը։ Եվ նաև իլերումն ասեմ, որ քրեական տարողական հիմնարկներում էլ է ընտրություն կազմակերպվում։ Այս պահին ընտրական process-ը ընթացքի մեջ է, 1400 անձ մի քիչ ավել կամ պակաս ընտրություններին ըստ էության մասնակցում են, նրանցից որոշները հրաժարվում են քվեարկել, այս պահի դրությամբ 80 անձ արդեն իրացրել է իր ընտրական իրավունքը երկրաշարժերում։